Ընձամբ և մեկ զար կանդարի, ընդ կալուստ դյարնըտ գրտնագի, կալուսյան գիրագին է այսօր, և ավակ շապտու առաջ այդ կեղեցիկ գիրագիներու ընթացքին դեսակը կակապնագետը դգած մե բահոտ շրջանի կալուստը և մեր նախնիկը ինչ դրամապանական ծևով զարկացուցան են մեր մոդեցումը թեպի ավակ շապտին մեր դիրոջ երկրորդ կալուսյան զրակրով և բատկամով երկրորդ կալուստը սիրելիներ մեր քրիստոնեական հավատքին և վարդապետության հիմնական գետերեն մեկն է իրականության մեջ բնականաբար ինչպես ավետարանի մեջ շատ բաներ այս հավատքի հարց է հավատքը որ մենք կտեսնենք մեր Տիրոջ ուսուցման մեջ թե ինչպես ինքը քանիցս խոսած է երկրորդ կալուստի մասին հավատքը որ մենք կտեսնենք Պողոս Արաքյալի թուղթերուն և նամակներուն մեջ թե ինչքան կենտրոնական է և հիմնական Քրիստոսի երկրորդ կալուստին բաղկամը հետևաբար շատ դրամապանական է որ երբ մենք հավատամքը կգարտանք և այնտեղ գսենք կալոց է նոմույն մարնով և պարոքոր իթադել զգենթանիս և զմերյալս ուրեմն երկրորդ կալուստի մասին է խոսքը սակայն դժբախտաբար մարդիկ կան և ասկա առաջի թարեն իսկ եղած է որ մեր Տիրոջ կալուստին կուն բատկամը շփոթած է նախ ժամանակի հարցը նույնիսկ Պողոս Արաքյալի ժամանակ դրամատուրգիան այն էր որ դերը վիդիկար նույնիսկ իրենց կյանքի ընթացքին մինչդեռ Հիսուս իր պատգամներում մեջ շատ հստակ կերպով ասած էր թե Տիրոջ երկրորդ կալուստը ոչ ոք գիտե հանգարձակի վիդելա և հիմնական պատգամը երկրորդ կալուստի մասին ոչ թե ժամանակի մասին է այլ պատրաստ լալու մասին է թեև որ այդ լա մենք բոլորս պատրաստ լանկանով որտև հանգարձակի վիդելա դիգա սակայն միայնույն ժամանակ որոշ ուրեմն նշաններու մասին կխոսի եղան մարդիկ որ թվականներու հետ կապեցին երկրորդ կալուստը գլորտի վեր հազարամյակ, երկուհազարամյակ ուրիշներ զանազան հաշիվներով զբաղվեցան երկրորդ կալուստը բացահայտելու համար և բոլորն սխալ դուրս ելան և Հիսուս ինքը ասավ որ գերց մարգարեներ պիտի կան մարդիկ նույնիսկ պիտի կան ասելու որ ես եմ Քրիստոսը ես ինձով երկրորդ կալուստը դեսկսի պակասով բոլորը իրենց անցին ուրեմն վրա կետրոնացած են և ոչ թե աստվածային պատգամին վրա և հետևաբար բոլոր անոնք իրենք ալ գործանեցան և իրենց հետևորդներն ալ մոլորեցուցին նույնիսկ երրորդ դարում դակավին մարդիկ եղան որ հավատացին որ գերց մարգարեն ելած էր որ Հիսուս ասինչ լերան վրա պիտի հայտնվի երկրորդ կալուստին ամեն մարդ այդ շրջանի գյուղացիներ իրենց արտերը, տաշները ամեն ինչը ձգեցին և լերը բարձրացան սպասեցին երկար սպասեցին և երբ որ տեսան որ այդ մարգարեությունը գեղձ էր ամոթահար ետ վերադարձան իրենց կյանքին հետևաբար սիրելիներ մենք մեր կյանքի ընթացքին ժամանակը բացահայտելու և անոնք որոնք ուզեն բացահայտել այդ գործերով մեկ չէ մտահոգենք մենքս մեզի Տիրոջ պատգամը պատրաստ և արթուն լալն է եթե մենք պատրաստ լանք Տիրոջ կալուստյան երկուքը ադիգա երկրորդական է այլևս մեր մտածումին մեջ սակայն մյուս կողմեն
Շատեր ալկան որ երկրորդ քարոզը բոլորովին մեկ կողմ գնեն։ Չմնոպին հասկան ժամանակ չէ, կա 10 լավ չկար, հրապարադիայից դրամատուրգիան ստեղծե, ինչ որ ուզենք անիկա գնենք։ Միշտեր Հիսուսի երկրորդ քարոզը մեզի ցևոմ առանց այրեգության դալու մեզի նշանապան մուգուդա, մեզի նշան մուգուդա, թե մենք ինչ ցևով պետք է ապրենք այս կյանքին մեջ, որպեսզի արժանավոր լան երկրորդ կյանքին վիրոջ քարոզին։ Եվ բնականաբար երբ կգարտանք ուրեմն ավետարանի մեջ Հիսուս կխոսի որոշ նշաններու մասին, թե ինչպես այդ նշաններու մեջ սով, պատերալ, երկրաշարժ, ասում հաջախ կուվադահին, տարբեր ժամանակներու մեջ փնության բացադրվող և ոչ բացադրվող պատճառներով։ Իհարկե, երբ նսե արևը վիլի խավարի, ասկա սովորական արևի խավարումի հետևանքն չէ, որ երբեմն գբադահի բնության մեջ։ Այլ կատաստրոֆի մասին գխոսի, որ նույնիսկ ասխերը բիգինան գսե։ Կնշանակե, որ ամբողջ աշխարհը, ամբողջ բնությունը իր դարերքեն դուրս պիտի ելնե։ Եվ այդպիսի կատաստրոֆներ մենք գիտենք, որ բնության մեջ բադահայտեն ժամանակին և ասված գիտե քանի անգամներ մարդկությունը և տակավեն մարդկությունն առաջ այս երկիր գործանած և ետը սկսած է։ Հետևաբար ըլլալիքը անխուսափելի բան է, որ գրնա բադահիլ ովև մեկ ժամանակ երբեմն իհիջուգս մեր կիրության և երբեմն ալ ճիշտ մեր կիրության պատճառով։ Մեր ըրած այս բոլոր բաներուն հետևանքները քիդական իմաստով հետո է որ գիտնան, քույտ մգնենք, կգարձենք, որ շատ լավ է մարդկության համար 20-30 տարիներ գանցին, անոր հետևանքները հետո կտեսնենք։ Գաբականենք երկիրը, գաբականենք օդը, գաբականենք ջուրը, և այսօր աշխարհը այնքան բզդիկ դարձած է, որ ուր որալ վնաս կհասնի, անոր հետևանքները ուր որալ լանգնենք, մեզի կհասնի, մեր հաջորդ սերունդներուն կհասնի։ Հետևաբար մենք, որպես քրիստոնյաներ, մեր մտքերու զայրին, որև մեկը որ ճանապարհ գերլե, եթե չի գիտեր ուր գերտա, կթափարի աննպատակ գերվող։ Մենք քրիստոնյաներս թեպի Աստված գերտան, թեպի լույսը գերտան։ Եվ եթե այդ նպատակին համար գերտան, ադոր համեմատ պետք է դրսևորենք մեր կյանքի ընթացքը։ Եթե այս ուղղությամբ գիտերտան, այդ ուղղությամբ կպատրաստվին, և ոչ թե գսենք, թե մենք այս ուղղությամբ գիտերտան և հագարակ կողմը գերտան։ Եվ ադոր փաստը մեր կյանքի ընթացքն է, թե մենք որպես քրիստոնյաներ մեր բարդականությունները գնենք, մենք կդառնանք աղը այս երկրին, ուր որալ գաբրին, համոգուտանք մեր շուրջիններուն, ոչ միայն մենք մեզի, այլ նաև մեր շուրջիններուն, քրիստոնյաները բարդականություն ունին, հետևաբար այս երկրի պահպանության համար։ Եվ որ երկիրը գսենք, հոգևորը, մարմնավորը, ֆիզիկականը միասին կհասկնան։ Եվ որ երբ գնայինք այն մեծ կատաստրոֆներուն, օրինակի համար Սոթոմ Գոմորի պատմության, ինչ կտեսնենք այնտեղ, փարոյական անգում, փարին ամբողջական իմաստով, չեր երևակայած և չերևակայած խնդիրները ծախած են այնտեղ, և անոնք գործանած են այդ երկու քաղաքները, հիմնահատակ կերպով։ Այսօրվա, երբ որ մեր կյանքի շուրջ գնայինք, ինչ կտեսնենք, ազատության անունով սանցակցարկությունը սկսած է, և որ ամեն ինչ ազատ է, եսագետրոն մարդը, որ ամեն ինչ իր մասին կմտածե, և կմտածե, որ ամեն ինչ գնելու ազատություն ունի, վայ է գերը մեր գլխում։ Բախն ու նգան պատկերացուցեք, որ մենք որ ամեն օր կջամփորդենք,
այդ տրաֆիկի լույսերը փաները հանեն եւ ով որ գուզե ինչպես որ գուզե ճամփորդել եւ տեսեք որ ինչ մեծ վթարներ կվադային 100 եւ հազարավոր մարդիկ կմահանան կվիրավորվին որովհետեւ օրենքի չեն ենթարկվի կյանքը սիրելիներ իր օրենքները ունի եթե մենք փարոյական տեսակետեն այդ օրենքներում չենք ենթարկվի ի վերջո կյանքը մեզի կբաճե որովհետեւ մենք այն հավասարակշռությունը որ կա մեր փարոյական կյանքի մեջ մեր ֆիզիկական կյանքի մեջ մեր կյանքի մեջ հաճս մեր շրջապատին եւ բնության եւ որ կխախտենք այս բոլոր հավասարակշռությունները մենք մեր քերեզմանը կփորենք եւ Քրիստոս շատ ճիշտ կերպով լսած է Սոդոմ Գոմորի ժամանակ Ղովդի համար ներեց աշխարհին Ղովդի միջոցով մնացորդածը դուրս ելավ Նոյի ժամանակ Նոյի պատճառով ներեց աշխարհին մնացորդած մգար մարդոց Ետ սկսելու խաղապարը, միջոց մգար Հիսուսի երկրորդ կալուսյան և դիրոջ խոսքն է արդ Հավատացյալը մինի կտնեմ դեսի արդյոք Հիսուս Որ ես անոր համար այս աշխարը ներեմ Այսինքն բաճեմ հանցավորները Բայց կոն է այդ անցին միջոցավ մարդկությունը շարունակե իր ընթացքը Մենք միշտ կաղոթենք, որ Հիսուսի երկրորդ կալուսը Փարավոր բիրիլլա, եթե քրիստոնյաներ գտնվին այս աշխարհի վրա, որ կարողանան Քրիստոսի փառքին միանալ եւ այդ փառքով ուրախանալ, սակայն եթե քրիստոնյաներ եւ նույնիսկ հատ մնացած չլա, այս աշխարհը իր էության մեջ բացարձակորեն պիտի գործանի եւ ադիգա մարդկության վախճանը դիելա Ես մաղթեմ որ մենք որպես քրիստոնյաներ գիտագիծ ուսողոտիներ որպես աղը այս երկրի կարողանան շարունակել մեր կյանքի ընթացքը բարի օրինակներով եւ մենք կարողանանք սիրո սերմեր ցանել մարդկության հոգիներու մեջ որ մարդիկ անդրադառնան որ սիրելը ներելը իրար հետ կապ ունենալը շատ ավելի կարևոր է քան թե իրար սպանելը չարություն, նենգություն եւ թավ սարքելը Այսօր մարդկությունը նյութաբար սկսած է դառնալ ամենեն շատ նյութը աստվածացուցած է եւ այդ նյութին հետ կապված ուրախությունը իրենց կամքը եւ տեսեք ինչքան եւ նույնիսկ մեր զավակներում մեջ կան մարդիկ որովհետեւ այս կյանքին արժեքը չեն գիտել կյանքին զված հոգեվոր արժեքը չեն գիտել ուրախությունը չունին այդ հոգեվոր ապրելու համար այս կյանքը գտիմեն կամ հարբեցողության որ իրենք սիրենք գործունեն կամ ալ հաշիշի եւ թմրամոլության բաներուն ցևերուն գտիմեն իրենք իրենց գործանեն այդ ծևով եւ դակավին իրենք շուրջիններուն ինչ վնասներ ունեն մարդու հոգին մարդու միտքը իր էությունեն գտադաբարդվի այդ ծևով գտադաբարդվի եւ բնականաբար նաեւ գտադաբարդվի այդ անձը ինքը իր գործանման պատճառ կլա եւ ուրիշներու ալ գործանման պատճառ կլա Միշտեր մենք գիտենք որ Աստված ինչ որ ստեղծեց բարի է մարդն է որ իր հարաբերության մեջ նյութը չեզոք նյութ մնե մենք է որ այդ նյութը պիտի օգտագործենք ժամանակը որ մեզի դրված է մենք է որ այդ ժամանակը պիտի օգտագործենք բարի նպատակներու համար որպեսզի մեր կյանքի ընթացքը գեղեցիկ լա աստվածավայել լա Քրիստոսավայել լա որպեսզի մեր զավակները եւ թորները մեզի հետևորդներ լան եւ որպեսզի մենք կրգին ըլլանք աղը այս երկրին որ համդա այդ երկիրը լավ Իսրայելյան ու որ գաբրինք մենք այսօր այս երկրին համար մենք մտածելու եւ մտահոգվելու բարտավորություն ունենք
որ վերդև այս եբի մեջ մեր զավակները և թորները պիտի ապրին և պիտի քոյատևեն և եթե պիտի քոյատևեն և բարի օրինակներ պիտի լան այնադեմ այս եբին իրենց հոգևոր բարդականությունը դված կլան եթե ոչ իրենք այս մյուս մնացորդածին հետ աղբի նման գերտան կթապվին և այս երկիրը ի վերջո կգործանեն ինչպես Սոդոմ Գոմորը գործանվեցավ։ Մենք միշտ հավատավոր ենք, որ Աստված միշտ պատրաստ է մեզ ներելու, սակայն մենք մեր բարդականությանց և գիտակցությանց փախչության վրա ալանք։ Ով Աստված մեզի դա այնքան քաջություն, որ մենք կարողանանք Տիրոջ ճանապարհով ընթանալ, բադի բերելով ոչ միայն մեր անցյալին, մեր ներկային և մեր ապագային այժմ և միշտ Դավիթյան Սարդենից